Ամեն փառք Աստծո, մի թեմա կա, որի մասին ուզում եմ խոսեմ, դրա վերնագիրը կարող եմ այսպես ասել, որ հնազանդությունը զոհից լավ է։ Դուք միանգամից հասկացաք, ինչի մասին պետք է խոսամ, սա ինչ հայտնի տեղեր են, դա գրված է Առաջի Թագավորաց 15-րդ գլխում։ Եթե դու ունես Աստվածաշունչ քո հետ, Աստծո խոսքը բերել ես, բացի ինձ հետ միասին խնդրում եմ Առաջի Թագավորաց 15-րդ գլուխ 21 խոսքից։ Սակայն ժողովուրդը այն ավարից ոչխարներ եւ արջարներ վերառավ, նզովածներից շատերից լավերը, որ գաղաղայում քո Տեր Աստծուն զոհ են։ Եվ Սամուելն էլ ասեց. միթե Տերը այնքան հավանում է ողջակեզների եւ զոհերի, ինչպես Տիրոջ ձայնը լսելուն։ Ահա հնազանդությունը զոհից լավ է եւ ականջ դնելը խոյերի ճարպիցը, որովհետեւ ապստամբությունը կախարդության մեղքի պես է եւ անհնազանդությունը կռապաշտության պես է, որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ թագավոր չլինես։ Այս պատմությունը, եթե դու գիտես, հասկանում ես ինչի մասին եմ ես խոսում, եթե չէ կարճ ներկայացնեմ, Սավուղը, թագավորը, հանկարծ այստեղ մի պատմություն է, սկսում է արդարանալ, Սավուղ թագավորը սկսում է արդարանալ, երբ որ Սամուել մարգարեն գալիս է նրա մոտ եւ ասում է, որ դու սխալ ես թույլ տվել։ Ասում է սխալ ես թույլ տվել, թագավոր։ Այո, դու թագավոր ես, այո, դու ունես իշխանություն բոլոր մարդկանց վրա, իրավիճակների վրա, որ անել ինչ ուզում ես էնել անես, բայց այս հարցում դու սխալ ես։ Դու պետք է անեիր Աստծո ասած ձևով, բայց դու չես արել այդ ձևով։ Ու քանի որ այդ ձևով դու չես արել, ապա դու կկորցնես քո թագավորությունը։ Սամուել մարգարեն հարգված մարգարե էր այն ժամանակ։ Ասեմ ձեզ, որ այն ժամանակներում, երբ որ մի մարգարե կար, որը որ հայտնի հեղինակավոր մարգարե էր ու բոլորը դիմում էին այդ մարգարեին, նրանք Աստծո ներկայացուցիչներն էին այս աշխարհի վրա։ Կարելի է այսպես ասել, մարդը եթե Աստծուց ինչ որ բան ուզում էր ստանալ, պետք է անպայման ստանում էր այդ մարգարեի միջոցով։ Ընդհուպ մինչև թագավորները Աստծուց ստանում էին ուղերձներ այդ մարգարեների միջոցով։ Ու այստեղ Սամուել մարգարեն շատ հեղինակավոր մարգարե էր։ Նույնիսկ պատմությունները երբեմն կարդում ես, իր մասին գիտեք ոնց էր գրած Աստծո ներկայացուցիչը ու Աստծուն հավասար մեկը, ով որ ներկայացնում էր Աստծուն այդ երկրի վրա, իր հագուստով, գիտեք, նրանք ունեին հատուկ հագուստներ, պատմուճան կար իրանց վրա, կրում էին, ու ապրում էին, միշտ ասում է սարերի վրա էին իրանք ապրում, բարձր տեղերում էին ապրում հիմնականում, եւ որոշում էին շատ հարցեր, թե հավատացյալների կյանքում եւ թե տվյալ երկրի քաղաքական դաշտում նույնպես որոշումներ էին կայացնում։ Եվ հիմա այստեղ երբ որ նա ասում է սխալ ես արել, 21-րդ խոսքում մենք կարդացինք, ասում է Սավուղ թագավորը ասում է այդ ոչխարներին ու արջարներին մեջ լավերից ջոկել ենք, ու գիտես ինչա ուզում ասի, այդ լավերին ջոկել ենք Տիրոջ համար զոհաբերություն անելու համար։ Ու այստեղ հանկարծ Սամուել մարգարեն մի բան է ասում, որը դաս պետքա լինի մեր բոլորի համար։ Ու որն է այդ դասը։ Տես ասում է միթե Տերը 22-րդ խոսք հավանում է ողջակեզների եւ զոհերին, ինչպես Տիրոջ ձայնին լսելուն։ Միթե ասում է այդ զոհերը, որ բերելու եք Տիրոջ առջև ու ձեզ մտածելու եք, որ մեծ բան արեցիք Տիրոջ համար, միթե դա ավելի կարևոր է Տիրոջ աչքերին, քան թե նրա ձայնին լսելն ու հնազանդվելը։ Ու շարունակում է, գիտես, իմ դուրը գալիս է, որ նա հետաքրքիր ուսմունք է տալիս։ Ես ասեմ ձեզ, որ քիչ տեղեր կարող է տեսնես, որ այս հին ուխտի պատմությունների մեջ, այսպես մարգարեական խոսքերի մեջ կոնկրետ ուղղվածություն լինի հիմքային այսպես բացատրություններ աստվածաբանության հետ կապված։ Մենք գիտենք աստվածաբանության հետ կապված լիքը բաներ նոր ուխտում, ճիշտ է, Պողոս առաքյալի թղթերի մեջ,
նույնպես մյուս առաքյալների թղթերի մեջ մենք լիքը այսպես հիմքային աստվածաբանական դասեր են քաղում, բայց այստեղ տեսեք ինչ է ասում, նա ասում է ահա հնազանդությունը զոհից լավ է եւ Աստծուն ականջ դնելը խոյերի ճարպիցը ավելի լավ է, որովհետեւ ու շարունակում է, որովհետեւ 23-րդ խոսք ապստամբությունը կախարդության մեղքի պես է եւ անհնազանդությունը կռապաշտության պես է։ Օհո, այստեղ շատ հետաքրքիր տերմիններ է շոշափվում։ Կախարդություն եւ կռապաշտություն։ Դուք գիտեք, որ կռապաշտությունը դա ամենամեծ մեղքերից մեկն է եղել Աստծո առաջ։ Միշտ էլ եղել է, մինչև այսօր էլ կա։ Կռապաշտությունը, որ ունես մի Աստված, դու պետք է պաշտպանես քո միակ Տեր Աստծուն, բայց գիտես ինչ, գնում է ու ուրիշ աստվածների էլ է պաշտում, ընտրում է իրան ուրիշ աստվածներ։ Եվ մյուսը կախարդությունն է։ Ու նա համեմատում է, ասում է ապստամբություն բառն է օգտագործում, որովհետև փաստորեն Սավուղ թագավորը ապստամբել է։ Սավուղը երևի մտածում էր, ասում էր, լավ իմ ապստամբությունը ո՞րն է։ Դու հասկանում ես ապստամբել բառը ինչ է նշանակում։ Ո՞վ է հասկանում ապստամբել բառը ինչ է։ Ապստամբելը դա բան է, որը որ դու գիտես ինչ, բացահայտ դեմ ես կանգնում մեկին։ Մենք շատ լավ լսել ենք պատմության մեջ կամ քաղաքականության մեջ ապստամբեցին, ազգերը ապստամբեցին, ինչ որ մեկը ապստամբեց, դա նույնիսկ պատերազմական տերմին է։ Ու Սավուղը մտածում էր, ասում էր, լավ ես ինչ եմ արել, որ ապստամբել եմ։ Այդ ինչ եմ արել, որ ապստամբել եմ, մի հատ էլ համեմատում է ապստամբությունը, ասում է կախարդության պես բան է։ Համեմատում է անհնազանդությունը կամ այդ ապստամբությունը կախարդության պես, որովհետև մենք գիտենք, որ կախարդությունը դա լավ բան չի եղել այն ժամանակ ու մինչև այսօր։ Աստծո առաջ կախարդությունը դա գարշահոտություն է։ Համաձայն եք իմ հետ, որ Աստված եւ Աստծո խոսքը դեմ են կախարդությանը։ Ու այն ժամանակ փաստորեն այդ պրակտիկան եղել է կախարդությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ մինչև հիմա դա եկել է դարերից առաջ ու օգտագործում են մարդիկ ու ուզում են փոխարինել կախարդությունը, փոխարինում են աստվածապաշտությանը, օգտագործելով հոգևոր տերմինները կամ հոգևոր արժեքները կամ հոգևոր աշխարհը, օգտագործելով աստվածապաշտություն ստեղծելու համար։ Ոնց որ տեսնում են կախարդները ինչ էին անում։ Այն ժամանակ էլ են նույն բանը արել, այսօր էլ են նույն բանը անում։ Ինչ են անում կախարդները, հրաշքներ են գործում։ Մենք գիտենք, որ հրաշք գործողը Աստված է։ Հրաշքներ էին գործում, ինչի չգիտեմ, բուժումներ էին անում, բերում էին մարդկանց իրանց մոտ դիվահարներին էին ազատագրում, կախարդները, պատկերացնում ես։ Որը որ Աստված ասում էր, որ դա իմ առաջ գարշելի է։ Ու հանկարծ Սավուղին համեմատում է դրա հետ, ու հետն էլ ասում է եւ նույնպես հաջորդ բառը անհնազանդությունը, ապստամբությունը եւ անհնազանդությունը, սա էլ կռապաշտության պես բան է։ Ռուսերենում, երբ որ ես նայում եմ օրինակ ինչա գրած 23-րդ խոսքը, ибо непокорность есть ոնց որ էլի կախարդություն համեմատում է եւ противление, այստեղ противление եւ непокорность բառն է դրած։ Ուրիշ տեղ նույնիսկ Անդրանիկ եղբայր երեք ասեց, որ բառ կա, որը որ գրած է կամակորությունը։ Հասկանում ես, ես գիտես ինչ եմ հասկանում, ես հասկանում եմ, որ սա շատ լուրջ է։ Այսինքն անհնազանդությունը Աստծո ձայնին, որ չենք լսում նրա ձայնը, ապստամբությունը երկուս, որ հլը մի բան էլ ապստամբում ենք Տիրոջ դեմ, եւ կամակորությունը երեք, որ կամակորություն ենք անում շատ ժամանակ, մեր ուզած ձևերով, այն ինչ որ մեզ դուր է գալիս, մենք այդպես ենք անում։ Կոնկրետ Սավուղի դեպքում, գիտես ինչով է նա արդարանում, նա ասում է ժողովրդից վախեցա։ Տես շարունակությունը, Սավուղն էլ ասում է Սամուելին, մեղք գործեցի, Սամուելը միանգամից հասկանում է, որ սխալ է անում։ Մեղք գործեցի, որ Տիրոջ հրամանները եւ քո խոսքերը զանցարի, որովհետեւ ժողովրդից վախեցա եւ նրանց խոսքը լսեցի եւ հիմա աղաչում եմ ների ինձ իմ հանցանքները։ Նա ասում է ժողովրդից վախեցա, սկսում է արդարանալ, ինչի համար նա արեց այդ անհնազանդությունը։ Ժողովուրդը խնդրել էր, որ անենք, ես էլ ժողովրդի ձայնից վախեցա ու չհնազանդվեցի Աստծո ձայնին։ Իսկ Աստված ասել էր, ոչ մի կենդանու,
ոչ մի անասունի չխնայես, բոլորին կվերացնեք ու նույնպես մի թագավոր կար, որի անունը Ագագ էր, ասել էր Ագագին էլ կմերցնեք, որովհետև Ագագը վերացնում է Աստծո զավակների դուստրերին։ Ու Ագագին էլ հետը չխնագեք։ Ագագ թագավորը դա թշնամի էր։ Ագագը դա թշնամի թագավոր էր, որը որ հարձակվել էր Իսրայելի զավակների դեմ, վերացնում էր Իսրայելի զավակներին, նրանց դուստրերին, գլուխները կտրելով։ Ես չեմ ուզում հիմա դետալներին անդրադառնամ, բայց շատ վատ էր վերաբերվում այդ ժողովրդին, ու Աստված ասեց մեծից փոքր, ոչ մի անասուն չթողեք ողջ։ Բայց գիտեք ինչ են անում Սամուելը եւ իր ժողովուրդը, անասունների մեջից լավերին ջոկում են, մնացածին սպանում են։ Ժողովրդին էլ վերացնում են, բայց Ագագին թողում են ողջ։ Ագագին թողում են ողջ։ Այսինքն ինքը չի անում Տիրոջ ասածի նման, որովհետև արդարացնելով իրան, որ դե պետքա զոհաբերություն անենք, դե պետքա Տիրոջը զոհ բերենք, դե լիքը արդարացումներ, ինչը որ վերաբերվում է Տիրոջ ձայնը չլսելուն։ Ես ուզում եմ դասեր վերցնենք մեր համար։ Պատմությունը իհարկե դաժան է, դու կարող ես մտածես, ասես, այս ինչ դաժան պատմություն է, կամ Աստված միթե այդքան դաժան է, որ ասելա վերացրեք ամբողջ մի ազգ։ Հարցը դրա մեջ չէ, սիրելիներս, ուզում եմ դուք հասկանաք, որ այո, մեր Աստված բարի Աստված է, նա հայր է, բայց նա նախանձավոր Աստված է։ Ու գրած է նա երբեք սուտ չի խոսում ու նա արդար դատավոր է։ Նա ոչ մեկին հենց այնպես չի պատժում։ Եթե ինչ որ մի ազգին նա պատժում է կամ ինչ որ մարդու դատում է, ապա դրա պատճառը հիմքը նա ունի։ Ընդհակառակը մենք շատ ժամանակ ասում ենք, դե եթե Աստված կա, բա ինչի՞ս ինձ չի անում, նենց չի անում։ Հələ հիշեք դեպքեր, որ ինչ որ մեկը վատ բան է արել ու ասել ենք ուր էր Աստծո դատաստանը թող գար դրա վրա, ինչի է ուշանում, բա ինչի Աստված մի հատ սրանց հարցերը չի լուծում։ Հələ պատկերացրեք դաժան ղեկավարներ ու ժողովուրդը ասում է, բա ինչի Աստված այդ դաժան ղեկավարների հարցերը չի լուծում։ Չէ՞, մարդիկ շատ ժամանակ արդարություն են պահանջում, բայց Աստված ամեն բան գիտի, ժամանակներն էլ գիտի, նա շատ լավ գիտի ում, երբ, ոնց է դատում։ Ամեն, այնպես որ այո, նրա դատաստանները մեր գործը չի մի ուրիշ կողմից։ Այսպես ասեմ, մի ուրիշ կողմից մեր գործը չի Աստված ում կդատի, ում չի դատի։ Այդպես է թե չէ։ Մեր գործը չի նա ում կների, իսկ ում չի ների։ Եկեք շատ ժամանակ նույնպես այն խիստ դատավորների նման էլ չլնենք, որ որոշում ենք ում ներենք, ում չէ, կամ ում դատենք, ում չէ։ Փառք Աստծո, որ դատելն ու ներելը մարդու ձեռը չի։ Դու ուրախ ես դրա համար, որ քեզ դատելն ու ներելը մարդու ձեռը չի։ Ես շատ ուրախ եմ, որտեվ եթե հանկարծ մարդու ձեռը լիներ, ես կարող աստեղ կանգնած չլնեի ու դու էլ ստեղ նստած չլնեիր, եթե մարդու ձեռը լիներ։ Բայց մենք շատ լավ գիտենք մեր հորը, մեր Աստծուն, նրա սիրտը, նրա շնորհքն ու ողորմությունը, ու նա է որոշում ում դատի, երբ դատի ու կամ ում ների։ Այո, ու այստեղ կոնկրետ պատմությունը մենք տեսնում ենք, որ մեզ ուրիշ բան է սովորացնում Աստված։ Մեր արդարացումները օգուտ չեն տա։ Մեր արդարացումները, որ գիտես ինչ կա, դες բանը արեցի, որովհետև մտածեցի, բա մարդիկ ինչ կասեն իմ մասին։ Ես գիտեմ տղամարդիկ կան, որոնք որ ամաչում են Կիրակի օրերը եկեղեցի գան, որովհետև ինչ կմտածեն պատիեզդում իրանց մասին։ Բա պատիեզդում ինչ կմտածեն։ Գիտես, պատիեզդը չի, որ մեզ փրկելու է, ու վերջապես պատիեզդը չի, որ մեր օրհնությունների աղբյուրն է։ Պատիեզդը լավ տեղ է, դա այնտեղն է, որ դու ապրում ես։ Ու պատիեզդը լավ է, որ մաքուր լինի, ամեն ինչ լավ լինի, խաղաղ լինի, բայց պատիեզդը չի իմ օրհնությունների աղբյուրը։ Դուք ասես ինչ պատիեզդ, եղբայր, ես պատիեզդ չունեմ։ Իմը ինչ է, ձերը ինչ է։ Ինչ։ Ինչ։ Սեփական չէ, բայց պատիեզդի տեղը ինչ է այդ։ Չէ, այդ որ մտնում ես դռնից ներս։
Լիքը տարբեր բաներ եք ասում։ Վերջը դուք ինձ հասկացաք։ Պատեզդի մասին մի բան պատմեմ, կարելի է։ Հետո կջնջեք, հա։ Մի պատեզդում ապրող տղամարդու բարձր պաշտոն են տալիս։ Գալիս է տուն, կինը ասում է մարդ ամուսին, այս երկու օրը քեզ բարձր պաշտոն են տալու։ Այս ամուսինը կնոջը հարցնում է, ասում է որտեղից իմացար, ասում է պատեզդում են խոսում։ Հələ չեմ վերջացրել։ Մի շաբաթ հետո տուն է գալիս, կինը ասում է լսի քեզ հիմա գլխավոր են դնելու։ Ու տալու են քեզ լավ մեքենա, դաչա գիտեք ինչա։ Ով ունի այստեղ դաչա։ Ամառանոց ով ունի։ Վախենում են։ Հույվ հրաշտես ոչ մեկ ձեռ չի բարձրացնում, բայց այստեղ մարդիկ կան, որ ունեն ամառանոցներ։ Չէ, կատակ եմ անում, ես գիտեմ։ Հենա ձեր տունը լրիվ ամառանոց է, էլի, երևանցիների համար ձեր տունը լրիվ ամառանոց է։ Ասում է ամառանոց են տալիս։ Գնում է գործի, իրականում դնում են գլխավորը, այդ բաժանմունքի, տալիս են մեքենա լավ ու ամառանոց։ Ասում է որտեղից իմացար այ կնիկ։ Ասում է պատեզդում ասեցին։ Անցնում է մի առ ժամանակ, մի 2 ամիս, գալիս է տուն կինը տխուր դեմքով։ Ասում է քեզ բռնելու են ու դատելու են։ Ասում է որտեղից իմացար այ կնիկ։ Ասում է պատեզդում ասեցին։ Գնում է գործի, նույն օրը բռնում են, դատում են եւ նստացնում են։ Բանտ։ Մի քանի օր հետո կինը գալիս է բանտ այցելության ամուսնուն, այսպես նվերներով, չգիտեմ, ուտելիքով բերում, ասում է կուտես այս ամեն ինչ, ասում է ցախ հեչ, դու ասա պատեզդում ինչ են խոսում։ Պատեզդում ինչ են ասում։ Գիտես ինչ կա, դա անեկդոտ է, բայց այնքան նման է երբեմն իրականությանը, որ մարդիկ կախված են այդ պատեզդային խոսակցություններից։ Կամ եթե պատեզդ չի, թող բակ լինի, չգիտեմ, թող ինչ ուզում է լինի։ Կամ ազգային մտածելակերպ լինի, չգիտեմ, բա ինչ կմտածեն բարեկամներս, այն մյուսը ինչ կմտածի, այս մյուսը ինչ կմտածի։ Մենք այնքան կախված ենք լինում դրանից, որ երբեմն բաց ենք թողում Աստծո ձայնը մեր կյանքերում։ Դրա համար ասում է ականջ տալուց ավելի վատ է։ Դա կռապաշտության պես բան է Աստծուն ականջ չտալը։ Կամակորությունը մեր երբեմն, գիտես ինչ կա։ Մեր դուրը գալիս է, թե դուրս չի գալի։ Գիտեք, սիրելիներս, եթե ես ճիշտը ասեմ, մեր դուրը պետքա գա այն ինչ որ մենք անում ենք։ Ու միշտ չի, գիտես ինչ, որ մեր հաճելի է այդ ամեն ինչը։ Այն ինչերով մենք անցել ենք, այն դժվարությունները, կամ այն ինչ որ մեզ սպասվում է, մենք սիրում ենք ունենալ Աստծուց մեծ խոսքեր, խոստմունքներ, մարգարեություններ, բայց մենք տեսնում ենք, որ դժվարությունների մեջով ենք անցնում, ու երբեմն մեր դուրը դա չի գալիս։ Բայց ուզում եմ ձեզ ասեմ, որ այն ինչ որ մենք անում ենք ու ինչի մեջով որ մենք անցնում ենք, մեր դուրը պետքա գա։ Այստեղ գիտես ինչ կա, հարցը մեր դուր գալու ու չգալու մեջ չի։ Հարցը նրա մեջ է, որ Աստված շատ լավ գիտի մեզ ուր է տանում, ինչերի մեջով է անցկացնում, նա շատ լավ գիտի։ Երբ որ այստեղ մենք կարդում ենք, որ ինքը պետքա Սավուղը այդ ձևով արած լիներ, ու նա չի անում, ուրիշ ձևով, իրան ոնց ձեռք է տալի այդ ձևով անում։ Ինքը պետքա մտածել, որ Աստված եթե ասել է, ուրեմն ինքը շատ լավ գիտի, ինչի համար է ասել։ Եթե ասել է այս բանը, այսպես անեմ, կապ չունի, ես հասկանում եմ, թե չեմ հասկանում։ Եթե նա ասել է, ուրեմն նա շատ լավ գիտի։ Ինձանից մնում է գիտեք ինչ, իմ գործը որն է, հնազանդվելը, Աստծո խոսքը լսելը եւ կատարելը։ Մնացածը Աստծո ձեռքերի մեջ է։ Մի փոքր սխալ արեց Սավուղը, թագավորը։ Գիտես ինչ եղավ, կորցրեց ամբողջ թագավորությունը։
երբ որ մարգարեն գալիս է Սավուղի մոտ, գիտես ինչ ասում իր բառերը, ասում է միթե քո համար, լսում եք, միթե քո համար փոքր բան էր թագավոր լինելը։ Ես այնքան այսպես մտածում եմ, ասեմ, հələ իրոք էլի, միթե փոքր բան էր Սավուղի համար այդ մեծ ազգի թագավոր լինելը։ Փոքր էր, հա։ Ինչ է կարծում, դա փոքր մի պաշտոն էր։ Նա ասում է միթե փոքր բան քո աչքի ներևած, այդ թագավոր լինելը, որ դու չգնահատեցիր։ Ես գիտեք ինչ եմ ասում, ես այսպես եմ հասկանում։ Սավուղի կյանքը նայելով, երբ որ մարգարեն իրան հանդիմանում է, կամ դատապարտում է, կամ ասում է, որ դու ապստամբության մեջ ես, միևնույնն է, Սավուղը ուզում է արդարանա, ու գիտես ինչ աստիճան։ Ես պատմությունը ամբողջությամբ չեմ կարդում, ուղղակի պատմում եմ ձեզ, որ երբ որ ասում է վերջ Աստված քեզ մերժում է, դու էլ չես լինի թագավոր, որովհետև շատ վատ բան արեցիր, կախարդության ու կռապաշտության պես բան արեցիր, որը չի ներվում։ Նա գիտես ինչ ասում է, լավ էլի ասում է, օգնի ինձ, ների ինձ ասում է, Սամուելին ասում է, ների ինձ, ու այն էլ ասում է, վերջ թող ես գնում եմ, պտտվում է, որ գնա, ես պատմությունը կարդում եմ, ինչ որ գրած այստեղ, պտտվում է, որ գնա, գրած է Սավուղը ձեռը գցում է, կարելի է Դավիթի վրա այդ օրինակը բերեմ, կարելի է Դավիթ ջան, արի, նկարողների համար խնդիր եղավ, գիտեմ, բայց ոչինչ, մի ձև յոլա գնացեք, ես Սամուել մարգարեն եմ, ինքը Սավուղ թագավորն է, չնայած իր անունը Դավիթ է, բայց այս դեպքում Սավուղ թագավորն է։ Ես իրան ասում եմ, վերջ, այդ քո անհնազանդության պատճառով, Աստված քեզ մերժում է, քո թագավորությունը քո ձեռքից վերցնում է ու տալու է քո ընկերին, ստեղ մարգարեական է գնում արդեն, ընկերը հետո գիտենք ով է, հետագայում Դավիթ թագավորն է դառնում, ու պտտվում եմ, որ գնամ, դու հասկանում ես, ես Աստծո ներկայացուցիչն եմ, հիշում ես, ես պտտվում եմ, որ գնամ, գիտես ինչ անում, ձեռը գցում է կոստյումից, չէ, մի վախեցի, էսի չի ճմրթվում, արխային քաշ, չէ, ստեղից բռնում է ու քաշում է, դու քաշի, մի վախեցի, այսինքն հետ է բերում ինձ, դու հասկացար ում է հետ բերում, ինքը կարելի ասել Աստծո ներկայացուցիչին, քաշում է, որ հետ բերի, քաշելուց գրած է պատռվում է շորի մի մասը պատմուճանի, ու մնում է իր ձեռքերի մեջ, դու հասկանում ես, որ ինչ վերաբերմունք է ցույց տալիս նա Աստծուն չէ իհարկե Սամուելին, բայց դա նույն վերաբերմունքն էր, որովհետև Սամուելի որոշումը չէր, չէ՞ դա ում որոշումն էր։ Դա Աստծո որոշումն էր, այսինքն ինքը Աստծո շորը քաշեց ճղեց։ Այսինքն ինքը Աստծուն անարգեց, հələ մի րոպե այ տղա, մնում էր այդ տղա բառը ասեր։ Հələ մի րոպե այ տղա, ինքը չէ, շնորհակալություն Դավիթ ջան։ Ինքը չէր, ես գիտես ինչ եմ հասկանում, որ նա այնքան էր արդեն կորցրել իր զգոնությունը, Աստված վախությունը ու լիքը բաներ, որ ինքը արդեն ավտոմատ մեխանիկորեն իր ձեռը գնում է, քաշում է, մի տղայի պես ուզում է հետ բերի։ Ասի հələ դու հետ արի, հələ չհասկացար ում մոտ ես կանգնած։ Երևի որ ճղվում է նորը հասկանում, որ ինչ է արել, բայց ուշ է լինում։ Բայց ուշ է լինում, որովհետև մարգարեն ասում է, այտենց ոնց որ ճղեցիր հագուստը, քո թագավորությունը բաժանվելու է, ճղվելու է քո հագուստը։ Եվ գիտես ինչ, հիմա տեսեք Աստծո ողորմությունը ինչքան մեծ է այս ամեն ինչի մեջ։ 33 խոսք։ Սամուելը ասեց. «Ամաղեք թագավոր Ագագին ինձ մոտ բերեք»։ Այն Ագագին հիշում եք, այն թշնամի թագավորը, որը որ չարություն էր անում Իսրայելի դեմ։ Գրած Ագագը քնքշությամբ, հայերեն չգիտեմ ինչի է քնքշությամբ գրած, ռուսերենում գրած է վախով։ Վախեցած դե հասկացել է, որ հիմա ինչ է լինելու, հայերենում գրած է քնքշությամբ եկավ եւ մտածեց, որ մահվան դառնությունը անցել է, բայց Սամուելը ասեց, ինչպես որ քո սուրը կանանցը անզավակ թողեց, Ագագը բոլոր կանանց վերացրել էր, որպեսզի զավակ չունենան, կամ իրանց փորը թափում էր։ Խոսքը ասում է շատ տեղեր, որ կանանց արգանդը իրանք վնասում էին, որպեսզի զավակներ չունենան։
Եվ գիտես ինչ արեց Սամուելը գաղգաղում տիրոջ առաջին կտոր արավ Ագագին։ Գիտեք այստեղ ոչ թե դաժան պատմություն, այլ իմ դուրը գալիս է այս կտոր անելը, որ վերաբերմունք, որ մենք թշնամու, այն ինչ որ թշնամությունն է մեր ու Աստծու համար, մենք պետքա դրա հետ հենց այդպես էլ վարվենք, կտոր անելով։ Ոչ թե ինչ որ Սավուղ թագավորի նման ասենք, դե լավ Ագագը թող մնա կենթանի, ինքն էլ ընենց էր արդեն բան ընկել այդ բառը արխային չի հայերեն չի, բայց ուզում եմ այդ բառը ասեմ, որ արդեն մոտենալուց էր ոչ թե վախվխելով էր գրածա քնքշորեն էր մոտենում, մտածելով, որ դե իրան չեն սպանի, բայց հանկարծ վերցնում է Սամուել մարգարեն ու կտոր անում իրան։ Երևի բոլորը զարմացել էին, ես ինչ արեց մարգարեն։ Այն մարգարեն, ախր մարգարեն մեկն է, որը Աստծո ներկայացուցիչն է։ Մարգարեն, որոնք որ մարգարայացել էր օրինակ հենց նույն անձամբ Սավուղի կյանքում, երբ որ Սավուղը երիտասարդ տղա էր, կորցրել էր իր ծնողների էշերին, եւ մարգարեն տեղը ասել էր, ու մենք գիտենք, թե մարգարեն մենակ այն է, որ էշերի տեղը կարա ասի։ Բայց այստեղ մարգարեն մեկն էր, ով որ վերցրեց եւ կտոր արեց Ագագին բոլորի աշկի առաջ, ցույց տալու, որ Աստծո դեմ դուրս եկողը կամ թշնամությունը Աստծո դեմ պետքա կտոր արվի։ Ու հիմա ուրիշ բան ասեմ, այն ինչ որ չեր արել Սավուղը, արեց Սամուելը, եւ հիմա լսեք ուշադիր։ Ինքը մի քիչ դաժան է, բայց ինչի չմահացավ այդ րոպեին Սավուղը, գիտեք Սավուղը պետքա օրենքով այդ րոպեին մահանար։ Այդ րոպեին պետքա մահանար իր կատարած անհնազանդության պատճառով։ Օրինակ Ադամը պարտեզում էլի պետքա միանգամից մահանար, ով է հիշում պատմությունը, որ եթե դու ուտես այս պտղից, անմիջապես կմահանաս, ու կերավ այդ պտղից, բայց անմիջապես չմահացավ։ Ու գրածա իր փոխարեն Աստված զոհ բերեց, չէ, զոհ բերեց, կենթանի արյունը թափվեց, Ադամը շարունակեց ապրել։ Այստեղ նույն պատմություններ անհնազանդության պատճառով պետքա Սավուղը մահանար։ Բայց գիտես ինչ էր, Տերը փոխարինեց Ագագով, Ագագը ոնց որ վերցրեց իր վրա մեղքը ու մահացավ Ագագը, բայց Սավուղը չմահացավ, մնաց կենթանի։ Ես տեսնում եմ Աստծո ողորմությունը մետքա այդքան դատաստանից հետո, որ իրոք մարդը արժանի է մահվան, պատժի է արժանի, Մևնույնը Աստված շանս է տալիս, Մևնույնը Աստված ներում է ինչ որտեղ, ու դրա հարցերը ինքը լուծում է, մարդու փոխարեն, ինքն է լուծում, իրականում Աստված այդ ամեն ինչը արեց, նա թույլ էր տվել, իրականում կարող էր Սավուղը շարունակեր ապրեր, դու գիտեք Սավուղը ոնց մահացավ վերջի վերջո, ով գիտի Սավուղ թագավորը վերջի վերջո ոնց մահացավ, ինչ, ես ինքը իրան սպանեց, այսինքն կարելի ասել իրան ոչ մեկը չէր կարող սպանել, որտեվ Աստված իրան չէր սպանել, թագավորությունը ձեռքից առել էր, ծառայությունը ձեռքից առել էր, բայց չէր սպանել, ու կարար ինքը երկար ապրեր, այո կորցրեց, իր պարտություն եղավ, իրանք փղշտացիների դեմ դուրս եկան պատերազմի պարտվեցին, բայց այնպես չի, որ իրան սպանել էին կամ ուզում էին սպանեին, ինքը իրան սպանեց, այսինքն ասեց, որ թուրը մցրեք փորը, իմ փորը, որովհետև ես էլ չեմ կարող ապրեմ, ինձ սպանեք, դա իմ համար մեծ լավություն կլինի, մենք տեսնում ենք Աստծո մեծությունը, որ մեկը Աստված ներողը, շանս տվողը, ողորմածը, Աստված սերը, բայց նա չի սիրում ապստամբությունը, նա չի սիրում անհնազանդությունը, չի սիրում կամակորությունը, Աստծո առաջ ատելի է կախարդությունը, կռապաշտությունը, որ մենք գիտես ինչ ենք անում, ուրիշ աստվածների ենք պաշտում, հանկարծ մեր կյանքում կուռքեր են հայտնվում, դա Աստված չի կարողանում ների այդ ամեն ինչը,
ես տեսնում եմ, որ այստեղ տեղ կար, որ գրածա, որ Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս Սավուղին չտեսավ, որովհետև Սամուելը Սավուղի համար սուք էր անում, եւ Տերը զղջաց, որ Սավուղին Իսրայելի վրա թագավոր էր շինել։ Ով էր դրել թագավոր Սավուղին Իսրայելի վրա, Աստված։ Ինքը դրել էր ու խոսքը ասում է, որ ինքը Աստված էլ զղջացել էր դրա համար։ Ես այսպես եմ մտածում, միթե Աստված չգիտի ինչ տեղի կունենա ապագայում մեր կյանքում, այո, նա շատ լավ գիտի ամեն բան։ Միթե Աստված չի կարա իրավիճակը փոխի, ինչի թույլ տվեց Աստված, երբեմն մարդիկ հարցեր են տալիս, ասում են, ինչի Աստված թույլ տվեց։ Ինչ որ մի բան լինում է իրանց կյանքում, ասում են, ինչի Աստված թույլ տվեց։ Այս բանը ինչի տեղի ունեցավ։ Այդ հարցերը ծանոթ է ձեզ։ Այս հարցերը միշտ եղել է, կա ու լինելու է։ Ինչի Աստված թույլ տվեց։ Ինչի այս բանը եղավ։ Բա Աստված չգիտեր։ Աստված ամեն բան գիտի։ Նա ամեն բան գիտի։ Բաներ կա, որ գիտես ինչ, այդ մենք ենք որոշում թույլ տանք իրան միջամտի թե չէ։ Մենք ենք որոշում թույլ տանք։ Դու քանի անգամ ես քո աղոթքների մեջ այսպես աղոթել. Աստված, ես թույլ եմ տալիս, մտի իմ իրավիճակների մեջ, դու կարգավորի։ Մենք այո պետք է հիմա մենք ասենք միշտ էլ տենց ենք աղոթում, բայց երբեմն բռնացնում ենք, որ միշտ էլ տենց չենք աղոթում։ Այլ մենք ընդհակառակը իրավիճակները մենք ուզում ենք մեր ձևերով, ոչ թե ասում ենք դու մտի իրավիճակների մեջ, դու կարգավորի, այլ մենք ասում ենք Աստծուն մտի իրավիճակների մեջ, բայց արա սենց ոնց որ ես կասեմ։ Հենց այդպես չենք ասում, բայց տենց է դուրս գալիս։ Մեզ թվում է, թե ամեն րոպե Աստված գիտես ինչ անում, այսպես մեր հետևից գալիս է ու մեր փոխարեն ինչ որ բաներ է անում։ Ոչ, մեզ տվել է Աստված իշխանություն։ Ամեն։ Երեք այստեղ աղոթում ենք, շատ լավ աղոթք ունեցանք, ասեմ ձեր համար, այս եկեղեցու համար, երեկոյան իշխանությունով աղոթք էր, մտել ենք հոգևոր աշխարհ, իշխանությունով վերցնում ենք այն ինչ որ մեզ պատկանում է, կիրառելով մեր իշխանությունը հոգևոր աշխարհում, հռչակելով, վերցնելով, մի բան քանդելով, ոնց որ մարգարեին ասում է, քեզ տվել եմ իշխանություն կոտրելու, ջարդելու, փշրելու, խլելու համար, տնկելու եւ շինելու համար։ Միտեղ փշրում ենք, կոտրում ենք, մի ուրիշ տեղ էլ շինում ու տնկում ենք։ Մեզ է տվել Աստված այդ ամեն ինչը։ Տեսել ես քո կյանքում, որ իրոք այդպես լինում է։ Փորձել ես քո կյանքում, իշխանությունդ օգտագործես։ Եղել է թե չէ։ Հիմա մտքերի մեջ են գար մի քիչ։ Ուզում ես հիշես տեսնես եղել է թե չէ։ Ես ուզում քեզ ասեմ եղել է, ուղղակի մենք գիտես ինչ հատուկ դրոշակ չենք հնչեցնում, փող չենք հնչեցնում դրա համար։ Հաղթեցինք մի բան, հասանք ինչ որ բարձունքների, գնում ենք առաջ։ Գնում ենք հաջորդ բարձունքներին։ Հաջորդ բարձունքներին ենք գնում, վերցնելու այն ինչ որ Աստված ունի մեր համար։ Արանքում մեզանից պահանջվում է հնազանդություն, հնազանդվում ենք, պահանջվում է խոնարհություն, պահանջվում ենք, չենք, ոչ թե անում ենք, պահանջվում է հնազանդություն, հնազանդվում ենք, պահանջվում է խոնարհություն, խոնարհվում ենք, չենք հնազանդվում, չենք խոնարհվում, գտնվում են մարդիկ, գտնվում են իրավիճակներ, որ մեզ լավ էլ խոնարհեցնում են, հնազանդեցնում են ու փառք Աստծո այդ մարդկանց համար ու բոլորը ասեցին ոնց որ ոչ բոլորը ասեցին Ես էլ էի ձեր նման սկզբից չամեն էի ասում էի չամեն բայց հետո որ հասկացա այդ մարդիկ իմ համար օրհնություն են ասում էի ամեն օրհնում եմ իրանց որտեվ իրանք որ չլինեին ես հեփ չէի լինի հիմա այն ինչ որ կամ ու իրանք որ չլինեին չեմ լինելու այն ինչ որ լինելու եմ այնպես որ հանգիստ հայտնվեք իմ կյանքում չէ իհարկե հիմա բան չեմ նարկոմանի նման չէ որ այսպես ասում եմ եկեք վատ մարդիկ դժվար մարդիկ չուզողներ հավաքվեք իմ շուրջը ոչ ես դա նկատի չունեմ առանց իմ ուզելու էլ լսում ես առանց իմ ուզելու էլ առանց քո ուզելու էլ
քո կողքը լավ էլ հայտնվելու են, թե չուզողներն էլ, թե խանգարողներն էլ, եւ թե այն մարդիկ, որոնք որ նախանձելու են ու բամբասելու են։ Նորմալ է։ Երբեք մի հիշի այդ մարդկանց, անցի գնա առաջ։ Որովհետև դու ինքդ էլ ես եղել դրանցից մեկը։ Դու ինքդ էլ ես եղել ու կարող է հիմա էլ ես։ Էն էլ քեզ ա օրնում։ Չամեն թե ամեն։ Էն էլ քեզ ա օրնում։ Հալելույա։ Եստեղ ես իմ հոգով զգում եմ մարդկանց մի քանի խումբ, որոնց Աստված բարձրացնելու է։ Այդ ձորից գիտեք, չէ՞ ինչ մարգարեություններ է գալիս։ Չեք մոռանում, չէ՞։ Այստեղ մի քանի խումբ մարդիկ կան, որոնց Աստված շատ շուտ բարձրացնելու է։ Մի քանի խումբ, երեկվանից ես արդեն սկսել եմ տեսնել, որոնց Աստված բարձրացնելու է տարբեր բնագավառներում։ Մի բնագավառը դա բիզնես բնագավառը, մի բնագավառը դա գործեր է, ինչ որ ես տեսնում եմ, ու ես նույնպես տեսնում եմ, որ ճանապարհին հայտնվելու են խոչընդոտներ, որ նույնիսկ մարդկանց տեսքով, ուզում եմ հենց հիմա խոսք ասեմ, չկոնկրետանաս, չկենտրոնանաս մարդու վրա, չմտածես, որ վայ էս ինչը բավոր սենց լինի, բավոր իմ գործին խփի կամ խանգարի, ես ուզում եմ հենց հիմա խոսք ասեմ, որ քոնը քո օրհնությունը ոչ մեկը չի կարող վերցնի, ու այն ինչ որ քեզ է պատկանում, ոչ մեկը չի կարող վերցնի, ու դա քոնն է։ Ու նույնպես հայտնվելու են մարդիկ, քարոզիչներ, հեղինակավոր քարոզիչներ, որոնք որ հոգևոր աշխարհի, հիմա հոգևոր աշխարհի մասին եմ խոսում։ Ես խոսեցի մի քիչ բիզնես, գործեր, ֆինանսներ, հաջողություն, գործի մեջ, նույնը ուզում եմ հոգևոր աշխարհում։ Հայտնվելու են մարդիկ, որոնք որ քեզ թվալու է, թե քեզնից լավ են անում, ու դու մտածելու ես, ասելու ես, որ փորձեմ կրկնօրինակ եմ, չգիտեմ, ես էլ հետ չմնամ։ Ուզում եմ խոսք ասեմ, որ այն ինչ որ քոնն է, նման չի ուրիշինին։ Մի փորձի նմանվես, ինչ ուզում են թող անեն, կարող է քթիդ տակ անեն, կապ չունի, որովհետև կարևորը մանդատը Աստված քեզ է տվել։ Ու կարևորը այդ մանդատը ու այդ օծությունը, որ դու ունես, հիմա կարող է բաներ կա դուք չեք հասկանում, մարդիկ կան կարող է նույնիսկ չեն էլ հասկանում ինչի մասին է խոսքը, բայց ես հոգևոր աշխարհում եմ հիմա խոսում, որ այն մանդատը ու այն օծությունը, որ քեզ է տրված, դա լրիվ ուրիշ է, այն ինչ որ Աստված ուզում է, ու այն ուրիշի արածը լրիվ ուրիշ է, այն ինչ որ Աստված էլի ուզում է կամ ինքը անում է։ Ու քեզ ոչ մեկը չի խանգարի։ Քո տեղը ոչ մեկը չի գրավի։ Քո համար տեղ ունես պատրաստված։ Աստված տեղ է քեզ պատրաստել, հաստատ ես գիտեմ, Հիսուսի անունով ես զգում եմ իմ հոգում, ներեկվանից դեռ գալիս է, որ տեղ է պատրաստել, որ քո մտքով չի էլ անցնում։ Ու գործ է պատրաստել, ծառայություն, գործ, զբաղմունք, չգիտեմ, աշխատանք, որ քո մտքով չի էլ անցնում։ Հիսուսի անունով։ Ու նույնպես հիմա ավելի լավ բան ասեմ, որ պատրաստվում է հոգևոր աշխարհում հրեշտակների բանակ իշնելու, հրեշտակները նրանք գալիս են այս աշխարհ, մի քիչ հրեշտակներից խոսամ, գործ ունեն անելու հոգևոր աշխարհում, ու ես տեսա դրանք բոյով հրեշտակներ էին, մարդու տեսքով էին, Աստծո խոսքի մեջ մենք լիքը տեսնում ենք հրեշտակներ, որոնք մարդու տեսքով էին, հիշում ես պատմություններ, որ մարդու տեսքով հրեշտակներ, ու այդ հրեշտակները հաստատ ինչի համար էին գալիս, լուր բերելու համար մեկ, օրհնություններ այո բերելու համար, ու այդ տարածաշրջանում ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մի բան անելու համար, ես իմ ռեալ տեսա բոյով հրեշտակներ, դա հիմա չեմ տեսնում, ես երկու օրն եմ, բոյով հրեշտակներ, մարդկանց տեսքերով նույնպես, կարևորը մարդ ման մի արի, ես հրեշտակ եմ ասում, ես ասում եմ հրեշտակ,
Հիմա ոնց տեսքով կլնեն, թող Աստված որոշի, հենց բարես բուն իմաստով հրեշտակի տեսքով կլնեն, թե մարդու տեսքով կլնեն, թող Աստված որոշի։ Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Փառք Աստծուն, եկ բարձր ծափարենք, նայ արժանի ողջանք։ Հալելույա։ Հալելույա Հիսուս, հալելույա։ Հալելույա Տեր։ Շնորհակալություն, շնորհակալություն։